Սառը հատակին ծնկաչոք կանգնած մի տարեց կին, երկու երեխաները կային կապած իր մեջքին, պայքարում է ցավի դեմ, մինչ մաքրում է լոգարանը։ Նույն հարսից եկող նվաստացումը հնչում է որպես ամենօրյա լուռ պատիժ։ Բայց ամեն ինչ փոխվում է, երբ որդին ներս է մտնում, վերջապես տեսնում այն ճշմարտությունը, որը միշտ եղել էր աչքի առաջ։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրել է, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք մեզ, թե որ քաղաքից եք դիտում, շարունակում ենք, խոստանում եմ, որ սա կլինի լավագույն պատմությունը, որը դուք երբեք կլսեք ձեր կյանքում։ Արը դեռ ամբողջությամբ չէր ծագել Երանի արաբկիր թաղամասի վրա, երբ տիկին Հեղինեն արթնացավ ցավող մարմնով։ 68 տարեկանում յուրաքանչյուր շարժում հիշեցնում էր, որ ժամանակը չի ներում, բայց այդ առավոտ ցավն ավելի ուժեղ էր թվում, ավելի խորը։ Նա դանդաղ վեր կացավ առանձնատան հետնամասի փոքրիկ ննջասենյակի մահճակալից, այն տարածքից, որը նախկինում նախատեսված էր ծառայողների համար, որն այժմ նրա ապաստանն էր, կամ ավելի ճիշտ, նրա լուռ բանտը։ Տունը հսկայական էր, 3 հարկանի տաքացվող լողավազանով, ներմուծված բույսերով, այգով, մի դեկորով, որը կարծես շքեղ ամսագրի էջերից դուրս եկած լիներ։ Ամեն ինչ շքեղություն ու նրբաճաշակություն էր շնչում, բացի այն անկյունից, որտեղ քնում էր տիկին Հեղինեն։ Սենյակը պարզ էր, հին կահույքով, որը նա ինքն էր բերել իր հին տանից, մինչ ամեն ինչ վաճառելը, որդուն օգն ելու համար ներդրում կատարել այն բիզնեսում, որը նրան հաջողակ գործարար կդարձներ։ Նա նայեց պատի ժամացույցին։ Առավոտյան 5:30 էր։ Նա ընդամենը 30 րոպե ուներ, մինչ Ֆերնանդան արթնանար, սկսեր այն անվերջանալի առաջադրանքների ցանկը, որոնք տիկին Հեղինեն պետք է կատարեր այդ օրը։ Հարսը միշտ շուտ էր արթնանում, ոչ թե անհրաժեշտությունից դրդված, այլ զոքանչի յուրաքանչյուր շարժումը վերահսկելու տարօրինակ հաճույքից, ապահովելով, որ իր արհեստական կատարելության թագավորությունում ոչինչ տեղից դուրս չլինի։ Տիկին Հեղինեն քայլեց դեպի միջանցքի լոգարանը, զգուշորեն քայլելով, որպեսզի աղմուկ չհանի։ Մարմարյա հատակը սառն էր նրա ոտաբոբիկ ոտքերի տակ, նա զգաց մի սարսուռ, որն անցավ ողնաշարով։ Նա արագ նայեց հայելու մեջ, տեսավ հոգնած կնոջ արտացոլանքը, խորը մուգ շրջանակներով, աչքերի տակ անհարթ մոխրագույն մազերով։ Ո՞ր էր այն կենսուրախ Հեղինեն, որ կիրակի օրերին պարում էր ֆորո, որ բարձր ծիծաղում էր ընտանեկան հավաքույթներում, որ միայնակ մեծացրեց որդուն այն բանից հետո, երբ ամուսինը լքեց նրան։ Այդ կինը կարծես անհետ է։ Ցել էր, կուլ տրվելով այդ առանձնատան սառը պատերին։ Նա վերադարձավ իր սենյակ, հագավ տաբատի ու բլուզի պարզ հավաքածու, հարմարավետ հագուստ այն ծանր աշխատանքի համար, որը սպասում էր նրան։ Դուռը բացելիս նա գրեթե սայթաքեց մանկասայլակից, որը հենված էր միջանցքի պատին։ Ներսում երկվորյակները հանգիստ քնած էին, անտարբեր այն լուռ դրամայի նկատմամբ, որը տեղի էր ունենում այդ տանը։ Միքայելը Մանուշակը ընդամենը 8 ամսական էին, երկու գեղեցիկ երեխա, վարդագույն այտերով, հեշտ ժպիտներով, որոնց տիկին Հեղինեն սիրում էր այն ամբողջ ուժգնությամբ, որը նրա հոգնած սիրտը դեռ կարողանում էր հավաքել։ Նա զգուշորեն մանկասայլակը հրեց մինչ խոհանոցը, տան միակ վայրը, որտեղ նա նվազագույնս հարմարավետ էր զգում։ Այնտեղ, կաթսաների պարագաների մեջ, նա կարող էր մի քանի րոպե ձացնել, որ պարզապես նախաճաշ էր պատրաստում իր ընտանիքի համար, ինչպես նախկինում էր անում իր պարզ տնակում, Շենգավիթում։ Բայց իրականությունը բավականին այլ էր։ Նա նախաճաշ չէր պատրաստում սիրուց կամ իր կամքով։ Նա կատարում էր հրամաններ։ Միկրոալիքային վառարանի թվայի։ Զարթուցիչը ցույց էր տալիս ժամը 6-ը, երբ նա լսեց առաջին քայլերը վերի հարկից։ Ֆերնանդան արթնանում էր։ Տիկին Հեղինեն զգաց, որ ստամոքսը սեղմվում է, այն ծանոթ անհանգստության զգացումը, որն ուղեկցում էր նրան ամեն օր։ Արագորեն նա սկսեց պատրաստել հատուկ սուրճը, որը հարսն էր սիրում, այն ներմուծվածը, որը մի ողջ կարողություն էր արժենում, որն ուներ պատրաստման հատուկ ծես։ Նա ջուրը եռացնելու դրեց, ճշգրտորեն չափեց 18 գրամ փոշի, կարգավորեց ջերմաստիճանը, ժամանակը չափեց արդյունահանման համար։ Ամեն ինչ պետք է կատարյալ լիներ, թե չէ Ֆերնանդան կբողոքեր, երբ Ֆերնանդան բողոքում էր, օրն ավելի էր դժվարանում։ Երեխաները սկսեցին շարժվել մանկասայլակում, տիկին Հեղինեն գիտեր, որ մի քանի րոպեից նրանք կարթնանան, սոված լացելով։ Նա վերցրեց շշերը, որոնք պատրաստել էր նախորդ գիշեր, տաքացրեց դրանք ջրային բաղնիքում, ճշգրիտ ջերմաստիճանով ստուգեց իր դաստակի վրա։ Կատարյալ։ Հենց որ փոքրիկները բացեցին իրենց աչքերը, նա արդեն այնտեղ էր սնունդով, քնքուշ շշուկներով մխիթարելով նրանց, մինչ նրանք ջանասիրաբար կերակրվում էին։ Այդ պահին Ֆերնանդան մտավ խոհանոց։
Նա սպիտակ մետաքսե խալաթ էր կրում, մազերը հավաքված անթերի փնջով, մաշկը կատարյալ խոնավացած գերազանցության արտահայտություն, որը կարծես նրա ապրանքանիշն էր։ 32 տարեկանում Ֆերնանդան այն տեսակի կինն էր, որը ուշադրություն էր գրավում ամենուր, ուր գնում էր։ Բարձրահասակ, նիհար, նուրբ դիմագծերով քայլվածքով, որը ցուցադրում էր չափից ավելի ինքնավստահություն։ Նա գրավել էր Ռուբենին, տիկին Հեղինեի որդուն, 5 տարի առաջ կենտրոնում գործարարների երեկույթի ժամանակ, այդ ժամանակից ի վեր ընտանիքի կյանքը դարձրել էր անճանաչելի։ «Բարի լույս, Հեղինե», ասաց Ֆերնանդան, առանց անգամ նայելու զոքանչին։ «Սուրճը պատրաստ է»։ «Այո, աղջիկս»։ «Ինչպես դու ես սիրում», պատասխանեց տիկին Հեղինեն ստիպողաբար ժպտալով, մինչ նա ըմպելիքը լցնում էր ճենապակյա բաժակի մեջ, որը Ֆերնանդան պնդում էր օգտագործել ամեն առավոտ։ Ֆերնանդան վերցրեց բաժակը, երկար կում արեց, գրեթե աննկատելիորեն դեմքը ծամացրեց։ «Այսօր մի փոքր ուժեղ է։ Հաջորդ անգամ օգտագործեք 17 գրամ, ոչ թե 18»։ Տիկին Հեղինեն զգաց, որ իր այտերը այրվում են ամոթից, բայց պարզապես գլխով արեց։ «Լավ, աղջիկս։ Կներեք»։ «Իսկ երեխաները արդեն կերակրվել են»։ «Հենց նոր կերակրվեցին։ Հանգիստ են»։ Ֆերնանդան երկվորյակներին նայեց մակերեսային քնքշանքով, այնպիսի սիրով, որն ավելի շատ ամսագրի լուսանկարի համար էր, քան անկեղծ զգացմունքի։ Նա մոտեցավ մանկասայլակին, հարմարեցրեց ծածկոցները, ապա շրջվեց դեպի տիկին Հեղինեն, հաշվենկատ հայացքով։ «Այսօր դու պետք է շատ բան անես։ 10-ին լուսանկարահանման սեսիա ունեմ իմ դեկորացիայի պրոֆիլի համար, տունը պետք է անթերի լինի։ Ուզում եմ, որ դու մաքրես հյուրասենյակը, ճաշասենյակը, խոհանոցը, հատկապես մեր ննջասենյակի լոգարանը։ Զուգարանակոնքի հետի անկյունում մի փոքրիկ բիծ կա, որն ինձ անհանգստացնում է»։ Տիկին Հեղինեն կուլ տվեց։ Մեր ննջասենյակը երրորդ հարկում էր, բոլոր այդ աստիճաններով բարձրանալը ցավող ծնկներով տանջանք էր։ Բայց նա ոչինչ չասաց։ Պարզապես գլխով արեց, զսպելով արցունքները, որոնք սպառնում էին թափվել։ «Եվ երեխաները դի քեզ հետ կլինեն ամբողջ ժամանակ։ Չեմ կարող ընդհատումներ ունենալ լուսանկարահ անման սեսիայի ընթացքում։ Դու գիտես, թե որքան կարևոր է ինձ համար սոցիալական ցանցերում իմ կերպարը պահպանելը։ Բայց Ֆերնանդա, ես չգիտեմ, կարող եմ արդյոք աստիճաններով բարձրանալ 2-ով մանկական կրիչով։ Մեր ողնաշարը շատ է ցավում վերջին օրերին»։ Ֆերնանդան աչքերը թարթեց, կարծես լսում էր աշխարհի ամենաանհավանական արդարացումը։ «Բոլորն էլ ցավ ունեն, Հեղինե։ Տարբերությունն այն է, որ ոմանք ընտրում են ուժեղ լինել, իսկ ոմանք ընտրում են բեռ լինել։ Դու ուզում ես բեռ լինել քո որդու համար»։ Հարցը Ստամոքսին հարվածի պես էր։ Տիկին Հեղինեն զգաց, որ ոտքերը թուլանում են, բայց բռնվեց խոհանոցի սեղանաշերտից։ «Ոչ, իհարկե ոչ։ Ես կկարողանամ։ Հիանալի է։ Այդ դեպքում այլս բողոքներ չեմ ուզում լսել։ Ահ, երբ վերում ավարտես, ես պետք է, որ դու արդուկես Ռուբենի բոլոր հագուստները։ Վաղը նա կարևոր հանդիպում ունի, նրա սիրելի կապույտ վերնաշապիկը ջմրթված է»։ Ֆերնանդան դուրս եկավ խոհանոցից, առանց պատասխանի սպասելու, իր հետից թողնելով միայն թանկարժեք օծանելիքի բույրը նվաստացման զգացումը, որը տիկին Հեղինեն չափազանց լավ էր ճանաչում։ Ձեր կինը մի քանի վայրկյան կանգնած մնաց այնտեղ, խորը շունչ քաշելով, փորձելով ուժ հավաքել, սկսելու հերթական հոգնեցուցիչ աշխատանքային օրը։ Նա նայեց երեխաներին, որոնք նրան էին նայում իրենց հետաքրքրասեր ու անմեղ աչքերով, զգաց, որ սիրտը սեղմվում է։ Ինչպես կարող էր նա բացատրել այդ երեխաներին, երբ նրանք մեծանային, որ իրենց տատը դարձել էր սպասավոր իր սեփական ընտանիքում։ Նա դժվարությամբ երկակի մանկական կրիչը կապեց իր մեջքին, հարմարեցրեց երեխաներին, դրա մեջ դանդաղ սկսեց բարձրանալ աստիճաններով։ Յուրաքանչյուր աստիճան տանջանք էր, յուրաքանչյուր շարժում հիշեցում, որ նրա մարմինն այլս պատրաստ չէր այդ տեսակի ջանքերին։ Միքայելը սկսեց լացել, դիրքից անհարմարավետություն զգալով, մանուշակը շուտով միացավ նրան։ Լացը արձագանքում էր ամբողջ տանը, բայց տիկին Հեղինեն չէր կարող կանգ առնել։ Նա առաքելություն ուներ կատարելու, կամ ավելի ճիշտ, հրաման կատարելու։ Երբ նա վերջապես հասավ երրորդ հարկ, քրտնած էր ու շնչակեղծ։ Մի պահ հենվեց պատին, փորձելով շունչը վերականգնել, մինչ երեխաները շարունակում էին աղմ կոթ լացել։
Նա մտավ մեր ննջասենյակի լոգարանը, շքեղ միջավայր, ջակուզիով, ապակե ցնցուղաղցիկով, իտալական մարմարով պատերին ոսկեգույն ծորակներով։ Դա այն տեսակի լոգարանն էր, որի մասին շատերը երազում էին ունենալ, բայց տիկին Հեղինեի համար դա պարզապես մեկ տեղ էր, որը պետք էր մաքրել մինչ փայլելը։ Նա ծնկի եկավ սառը հատակին, զգալով սուր ցավը ծնկներում, սկսեց մաքրել զուգարանակոնքի հետի անկյունը, հենց այնտեղ, որտեղ Ֆերնանդան բողոքել էր բծից։ Մաքրող միջոցն ուներ ուժեղ հոտ, որն այրում էր աչքերը կոկորդը, բայց նա շարունակում էր, սպունգը պտտելով, կրկնվող շրջաններով, փորձելով անտեսել երեխաների ծանրությունը մեջքին արցունքները, որոնք սկսում էին անվերահսկելիորեն թափվել։ Ժամերը դանդաղ էին անցնում այդ երեքշաբթի առավոտյան։ Տիկին Հեղինեն ավարտել էր մեր ննջասենյակի լոգարանը մաքրելը, բայց նրա ծնկները ցավում էին, ձեռքերը դողում էին հոգնածությունից։ Երեխաները վերջապես դադարել էին լացել, անհանգիստ քնում էին նրա մեջքին, նրանց ծանրությունը էլ ավելի սեղմելով նրա արդեն իսկ խոցելի ողնաշարը։ Նա կրկնակի զգու շուտությամբ իջավ աստիճաններով, բռնվելով բազրիքից, մեղմորեն աղոթելով, որ չսայթաքի չվնասի փոքրիկներին։ Հյուրասենյակում Ֆերնանդայի լուսանկարչական թիմն արդեն տեղադրում էր սարքավորումները։ Երեք երիտասարդ էին, բոլորս հագուստով, խոսում էին տեխնիկական տերմիններով լույսի, անկյունների կոմպոզիցիայի մասին։ Ֆերնանդան ամեն ինչի կենտրոնում էր, կեցվածք ընդունելով սպիտակ ծաղիկների ծաղկամանի կողքին, որն ավելի թանկ էր, քան տիկին Հեղինեի թոշակը 6 ամսում։ Հարսը նրբագեղ բեժ զգեստ էր կրում, մազերը բաց էին կատարյալ ալիքներով, տեսախցիկին էր ժպտում այն արհեստական ժպիտով, որին նա այդքան լավ էր տիրապետում։ Հեղինե, կարող ես լուռ մնալ։ Երեխաներն աղմկում են, դա խանգարում է սեսիային, ասաց Ֆերնանդան, աչքերը չկտրելով տեսախցիկից։ Տիկին Հեղինեն զգաց, որ նվաստացումն այրում է իր երակները, բայց պարզապես գլխով արեց արագ դուրս եկավ սենյակից, գնալով խոհանոց, որտեղ նա կարող էր հեռու մնալ դատող հայացքներից։ Նա նստեց անկյունի փոքրիկ աթոռակին, վերջապես հանելով մանկական կրիչը մեջքից երեխաներին մանկասայլակ դնելով։ Նրա ուսերը ցավում էին, կարծես ծեծված լինեին, նա դողացող ձեռքերով մերսեց այդ հատվածը, փորձելով թեթացնել լարվածությունը։ Հենց այդ պահին նա լսեց մի խոսակցություն, որը գալիս էր սենյակից։ Ձայները ցածր էին, բայց տան լռությունը թույլ էր տալիս նրան լսել մի քանի առանձին բառեր։ Ֆերնանդան էր խոսում լուսանկարչուհու հետ։ Զարմանալի է, թե ինչպես ես կարողանում ամեն ինչ այդքան կատարյալ պահել, Ֆերնանդա։ Տունը, երեխաները, մարմինը։ Ինչպես ես դա անում։ Հարցրեց լուսանկարչուհին հիացմունքով։ Ֆերնանդան ծիծաղեց, այն բեմադրված ծիծաղը, որը նա օգտագործում էր տեսախցիկների համար։ Կազմակերպվածություն, կարգապահություն և լրացուցիչ օգնություն, իհարկե։ Ես ունեմ մեկը, ով ինձ համար ամեն ինչ կատարում է։ Տիկին Հեղինեն զգաց, որ ստամոքսը շրջվում է։ Մեկը, ով ամեն ինչ կատարում է։ Այսպես էր Ֆերնանդան նրան անվանում, երբ ուրիշ մարդկանց առջ էր։ Ոչ թե որպես զոքանչ, ոչ թե որպես ամուսնու մայր, այլ որպես անտեսանելի աշխատող, միանգամյա օգտագործման դետալ այն արտաքին տեսքի կյանքի մեխանիզմում։ Հիշողությունները սկսեցին ներխուժել։ Տիկին Հեղինեի մտքերը, կարծես բուռն ալիքներ։ Նա հիշեց, թե երբ առաջին անգամ հանդիպեց Ֆերնանդային 5 տարի առաջ։ Ռուբենն այնքան սիրահարված էր, այնքան հիացած այդ գեղեցիկ նրբագեղ կնոջով, որը կարծես հեքիաթից դուրս եկած լիներ։ Այդ ժամանակ տիկին Հեղինեն դեռ ապրում էր իր տնակում, Շենգավիթում, մի պարզ, բայց հարմարավետ վայրում, որտեղ նա մեծացրել էր որդուն այդքան սիրով այն բանից հետո, երբ ամուսինը լքեց նրանց, երբ Ռուբենը ընդամենը 7 տարեկան էր։ Ռուբենը զրոյից էր կառուցել իր տեխնոլոգիական ընկերությունը, աշխատելով օր ու գիշեր, տիկին Հեղինեն վաճառել էր իր ունեցած միակ արժեքավոր բանը, մի փոքրիկ բնակարան, որը նա ժառանգել էր մորից, որպեսզի ներդրում կատարեր որդու երազանքի մեջ։ Գումարը կարևոր էր ընկերության զարգացման համար, մի քանի տարվա ընթացքում Ռուբենը դարձավ հաջողակ գործարար, հարգված շուկայում ֆինանսապես կայուն։ Հենց այդ ժամանակ հայտնվեց Ֆերնանդան։ Նա սերում էր Երանի ավանդական ընտանիքից, սովորել էր թանկարժեք մասնավոր դպրոցներում, ուներ այն գերազանցության օդը, որը կարողանում են ունենալ միայն նրանք, ովքեր երբեք չեն պայքարել գոյատման համար։ Սկզբում նա քաղաքավարի էր տիկին Հեղինեի հետ, կամ գոնե ձացնում էր։ Ժպտում էր, քաղաքավարի հարցեր էր տալիս զոքանչի կյանքի մասին, գովում էր նրա պատրաստած ուտելիքը։ Բայց ամեն ինչ փոխվեց հարսանիքից հետո։ Փոխակերպումը աստիճանական էր, սկզբում գրեթե աննկատելի։
Ֆերնանդան սկսեց առաջարկել, որ Շենգավիթի տնակը չափազանց փոքր է տիկին Հեղինեի համար, որ նա ավելի լավ կզգար իրեն, ապրելով իրենց հետ, արաբ գիրում կառուցվող նոր առանձնատանը։ Ռուբենը, միշտ զբաղված աշխատանքով, անմիջապես համաձայնեց, կարծելով, որ հիանալի գաղափար է մորը մոտ ունենալը, հատկապես այն բանից հետո, երբ Ֆերնանդան հղիացավ երկվորյակներով։ Տիկին Հեղինեն ընդունեց, անմեղ հույսով, որ կկարողանա օգնել թոռներին ավելի մոտ լինել որդուն։ Նա վաճառեց տնակը, նվիրեց կահույքի մեծ մասը տեղափոխվեց առանձնատուն, ընդամենը մի քանի ճամպրուկ հագուստով անձնական իրերով։ Սկզբում ամեն ինչ կարծես լավ էր։ Նա ուներ իր սեփական սենյակը, օգնում էր տան գործերին իր կամքով որակյալ ժամանակ էր անցկացնում Ռուբենի հետ։ Բայց հենց որ երկվորյակները ծնվեցին, Ֆերնանդայի դիմակն ամբողջությամբ ընկավ։ Քաղաքավարի առաջարկները վերածվեցին ուղղակի հրամանների։ Օգնության խնդրանքները դարձան պահանջներ։ Եվ այն, ինչ պետք է լիներ ներդաշնակ ընտանեկան համակեցություն, վերածվեց հարկադիր աշխատանքի ռեժիմի, քողարկված ընտանեկան համագործակցության տակ։ Ֆերնանդան հատուկ տաղանդ ուներ իրավիճակները մանիպուլյացիայի ենթարկելու համար։ Ամեն անգամ, երբ Ռուբենը մոտ էր, նա քաղցր ու ուշադիր էր տիկին Հեղինեի նկատմամբ, գովում էր զոքանչի աշխատանքը, ասում էր, թե որքան շնորհակալ է այդքան նվիրված օգնություն ունենալու համար։ Բայց հենց որ Ռուբենն աշխատանքի էր գնում, հայտնվում էր իսկական Ֆերնանդան։ Քաղցր խոսքերը վերածվում էին թթվային քննադատությունների, գովասանքները տեղը զիջում էին քողարկված նվաստացումներին, հարգանքն ամբողջությամբ անհետանում էր։ Եվ տիկին Հեղինեն ամեն ինչ համբերում էր լռությամբ։ Համբերում էր, որովհետև սիրում էր որդուն, չէր ուզում քանդել նրա ամուսնությունը։ Համբերում էր, որովհետև գնալու տեղ չուներ, քանի որ ամեն ինչ վաճառել էր այնտեղ լինելու համար։ Համբերում էր, որովհետև խորքում դեռ հույս ուներ, որ ամեն ինչ կբարելավվի, որ Ֆերնանդան կփոխվի, որ Ռուբենը վերջապես կտեսնի, թե ինչ էր կատարվում հենց իր քթի տակ։ Քայլերի ձայնը նրան հետ բերեց ներկա։ Ֆերնանդան մտավ խոհանոց, բջջային հեռախոսը ձեռքին, կատաղի կերպով մուտքագրելով։ Նա անգամ չնայեց տիկին Հեղինեին։ Սեսիան ավարտվեց։ Հիմա պետք է ճաշ պատրաստես։ Երկուսին Կամիլային եմ հյուրընկալելու, ուստի պատրաստիր այն քինոայի աղցանը խորոված բանջարեղենով, որը նա սիրում է։ Եվ շատ համեմունքներ չօգտագործես, գիտես, որ նա բուսակեր է ատում է աղը։ Տիկին Հեղինեն գլխով արեց։ Կպատրաստեմ։ Եվ ճաշից հետո պետք է ամբողջ սպասքը ձեռքով լվանաս։ Մեքենան տարօրինակ աղմուկ է հանում, չեմ ուզում ռիսկի դիմել, ճենապակյա իրերը կոտրելու համար։ Բայց Ֆերնանդա, ես դեռ պետք է արդուկեմ Ռուբենի հագուստները, հոգ տանեմ երեխաների մասին։ Ֆերնանդան վերջապես նայեց նրան, այն սառը հայացքով, որը տիկին Հեղինեին ստիպում էր իրեն միջատից փոքր զգալ։ Այդ դեպքում պետք է ավելի լավ կազմակերպվես։ Իմ խնդիրը չէ, եթե դու չես կարողանում կատարել քո պարտականությունները։ Իմ պարտականությունները։ Բառերը արձագանքում էին տիկին Հեղինեի մտքում, կարծես լուրջ ճիչ։ Երբից էր ոչ իր տանը հոգ տանելը իր թոռներին, որոնց նա դայակի պես էր վերաբերվում, իր հետ գրեթե չխոսող որդու հագուստի մասին հոգ տանելը դարձել նրա պարտականությունները։ Երբից էր նա ընդունել սպասավորի այս դերը իր սեփական ընտանիքում։ Կեսօրն անցավ գործունեության մշուշի մեջ։ Տիկին Հեղինեն պատրաստեց աղցանը, մատուցեց Ֆերնանդային նրա ընկերուհի Կամիլային, լվաց սպասքը, արդուկեց հագուստները, հոգ տարավ երեխաների մասին, նորից մաքրեց սենյակը հյուրերի հեռանալուց հետո։ Նրա ոտքերը այտուցված էին, ձեռքերը լիքը վերքերով մաքրող միջոցներից, հոգին հյուծված էր այդքան լռելուց։ Երբ ժամացույցը ցույց տվեց երեկոյան 7-ը, նա լսեց Ռուբենի մեքենայի ձայնը, որը մտնում էր ավտոտնակ։ Նրա սիրտը հույսից ցատկեց։ Միգուցե այսօր նա տանը կմնար ճաշի համար, միգուցե նրանք մի փոքր կխոսեին, միգուցե նա կզգար, թեկուզ մի քանի րոպեով, որ դեռ կարոր է իր որդու կյանքում։ Ռուբենը մտավ խոհանոցի դռնից, որ տեղ տիկին Հեղինեն ընթրիք էր պատրաստում։ Նա 41 տարեկան էր, բարձրահասակ էր, ինչպես իր հայրը, բայց ուներ նրա աչքերը, այն շագանակագույն աչքերը, որոնք փայլում էին, երբ նա ժպտում էր։ Նա անթերի մոխրագույն կոստյում էր կրում, փողկապը մի փոքր թուլացած էր երկար աշխատանքային օրվանից հետո։ Ողջույն, մամ, ասաց նա, արագ համբուրելով նրա ճակատը։ Ինչ լավ հոտ է։ Ինչ ես անում։ Ստրոգանով, քո սիրելին։ Նա ժպտաց, բայց դա հոգնած, հեռավոր ժպիտ էր։ Ինչ հիանալի է։ Ցավոք, այսօր չեմ կարող մնալ ընթրիքի համար։
Աշխատանքային պարտավորություն ունեմ։ Նորից, Ռուբեն։ Վերջին շաբաթներին հազիվ ես տուն գալիս։ Նա հոգոց հանեց, ձեռքով անցկացնելով իր մուգ մազերի միջով։ Գիտեմ, մամ։ Բայց ընկերությունը ընդլայնման փուլում է, ես պետք է ներկա լինեմ։ Դու հասկանում ես, չէ՞։ Իհարկե, նա հասկանում էր։ Նա միշտ հասկանում էր։ Դա այն էր, ինչ նա լավագույնս էր անում հասկանալ ընդունել, նույնիսկ երբ նրա սիրտը ուշադրություն էր բղավում, գրկախառնություն, իսկական խոսակցություն իր որդու հետ, որին նա միայնակ էր մեծացրել։ Ֆերնանդան հայտնվեց խոհանոցի դռան մոտ, արդեն դուրս գալու համար հագնված, նրբագեղձ զգեստով բարձրակրունկներով։ Սեր, արդեն պատրաստ ես։ Մենք չենք կարող ուշանալ։ Ռուբենը նայեց իր կնոջը քնքշանքով, որը նա վաղուց չէր ցուցաբերել մորը։ Այո, պատրաստ եմ։ Գնանք։ Իսկ երեխաները։ Հարցրեց տիկին Հեղինեն, արդեն իմանալով պատասխանը։ Նրանք քնած են։ Դու կարող ես նրանց հետ էլ, չէ, Հեղինե, ասաց Ֆերնանդան այն տոնով, որը ոչ այնքան խնդրանք էր, որքան քողարկված հրաման։ Տունը լռեց այն բանից հետո, երբ Ռուբենը Ֆերնանդան դուրս եկան։ Տիկին Հեղինեն իր համար փոքրիկ բաժին ստրոգանով մատուցեց, որը պատրաստել էր, բայց հազիվ կարողացավ ուտել։ Կերակուրը կարծես կորցրել էր իր համը, ինչպես նրա կյանքի ամեն ինչ վերջին շրջանում։ Նա մեխանիկորեն ծամում էր, նայելով ճաշասենյակի մեծ ու դատարկ սեղանին, հիշելով, թե ինչպես էր երազում, որ այդ տունը լի կլիներ ծիծաղով, ընտանեկան հավաքույթներով, ուրախ պահերով որդու թոռների հետ։ Ընթրիքի սպասքը լվանալուց հետո նա գնաց ստուգելու երեխաներին։ Միքայելը, Մանուշակը խորը քնած էին իրենց մահճակալներում։ Անտառային թեմայով զարդարված սենյակում, պատերին կենդանիներով լի պաստառներով գունավոր շարժական խաղալիքներով, որոնք նրբորեն պտտվում էին նրանց վերում։ Տիկին Հեղինեն մի քանի րոպե կանգնած մնաց այնտեղ, դիտելով այդ հրեշտակային դեմքերը, զգալով խորը սեր, խառնված մի տխրության հետ, որը նա չէր կարողանում անվանել։ Նրանք նրա թոռներն էին, իր որդու շարունակությունը, որին նա այդքան էր սիրում, բայց միևնույն ժամանակ նրանք էին պատճառը, որ նա դարձել էր իր սեփական ստվերը։ Ֆերնանդան երեխաներին օգտագործում էր որպես արդարացում ամեն ինչի համար, յուրաքանչյուր անհեթեթ հրամանի, յուրաքանչյուր նվաստացման համար, քողարկված օգնության խնդրանքի տակ։ Եվ տիկին Հեղինեն ընդունում էր, որովհետև կարծում էր, որ լավագույնն է անում երեխաների համար, որ իր զոհաբերությունն արժանի է, եթե փոքրիկները մեծանային ներդաշնակ միջավայրում։ Բայց արդյոք դա իսկապես ներդաշնակություն էր, թե՞ պարզապես խնամքով կառուցված պատրանք։ Նա վերադարձավ տան հետնամասի իր փոքրիկ սենյակը, այն մանր տարածքը, որտեղ հազիվ մահճակալ զգեստապահարան էր տեղավորվում։ Նա նստեց մահճակալի եզրին, վերցրեց շրջանակված լուսանկարը, որը պահում էր գիշերանոթի վրա։ Դա հին լուսանկար էր, ժամանակից խունացած, որտեղ նա երիտասարդ ու ժպտերես էր, գրկում պահած 5 տարեկան Ռուբենին։ Նրանք զբոսայգում էին արոտ օր, երկուսն էլ անկեղծորեն երջանիկ էին թվում, չնայած այն բոլոր ֆինանսական դժվարություններին, որոնց բախվում էին այդ ժամանակ։ Արցունքները սկսեցին թափվել, առանց նրա վերահսկողության։ Հոգնածության, մենակության, զղջման արցունքներ, որ նա նախկինում ոչինչ չէր ասել, որ թույլ էր տվել իրավիճակին հասնել այդ կետին։ Նա անտեսանելի էր դարձել իր սեփական ընտանիքում, մի հարմարավետ ներկայություն, որը կատարում էր առաջադրանքներ, բայց չուներ ձայն, չուներ կամք, չուներ արժեք, բացի իր օգտակարությունից։ Որքան ժամանակ էլ նա կկարողանար դիմանալ այսպես ապրելուն։ Մինչդեռ, քաղաքի մյուս ծայրում, կենտրոնի նրբագեղ ռեստորանում, Ռուբենը նստած էր սեղանի շուրջ Ֆերնանդայի 3 այլ գործարար ընկերների զույգերի հետ։ Խոսակցությունը պտտվում էր բիզնեսի, ներդրումների շուկայի վերջին նորությունների շուրջ։ Ռուբենը ակտիվորեն մասնակցում էր, բայց նրա միտքը մասամբ այլ տեղ էր։ Վերջին օրերին ինչ-որ բան անհանգստացնում էր նրան, մի տարօրինակ զգացում, որը նա չէր կարողանում նույնականացնել։ Նրա մայրը սովորականից ավելի լուռ էր թվում, ավելի խունացած։ Նա փորձում էր հիշել, թե երբ էր վերջին անգամ նրանք իրականում խոսել նրա կյանքի մասին, թե ինչպես էր նա իրեն զգում իր երազանքների ծրագրերի մասին։ Եվ չէր կարողանում հիշել։ Երբից էր նա դադարել հարցնել։ Երբից էր նրանց միջ խոսակցությունները սահմանափակվել արագ ողջույններով, մակերեսային տեղեկատվության փոխանակումներով։ Սեր, լավ ես։ Հարցրեց Ֆերնանդան, թեթակի դիպչելով նրա թին։ Դու հեռու ես։ Ռուբենը թարթեց աչքերը, վերադառնալով իրականություն։ Այո, պարզապես հոգնած եմ։ Երկար օրեր։
Ֆերնանդան ժպտաց նրան, բայց դա այն ժպիտն էր, որը չէր հասնում աչքերին, այն ժպիտը, որը նա օգտագործում էր որպես դիմակ հանրության առջ։ Նա շրջվեց դեպի ընկերուհիները, սկսեց խոսել այն վերանորոգման մասին, որը նա պլանավորում էր առանձնատան արտաքին հատվածի համար, այն հայտնի լանդշաֆտայի դիզայներների մասին, որոնց հետ խորհրդակցել էր, այն մասին, թե որքան կարժենար էկզոտիկ բույսերով ձմեռային այգի ունենալը։ Ռուբենը դիտում էր, թե ինչպես էր կինը այդքան ոգորված խոսում նյութական բաների մասին, առաջին անգամ երկար ժամանակվա ընթացքում նա իրեն հարցրեց, թե արդյոք իսկապես ճանաչում էր այն կնոջը, ում հետ ամուսնացել էր։ Նա միշտ կենտրոնացած էր եղել կարգավիճակի արտաքինի վրա, բայց նախկինում դա նրան այդքան չէր անհանգստացնում։ Նա դա վերագրում էր նրա դաստիարակությանը, այն միջավայրին, որտեղ նա մեծացել էր, այն սոցիալական ճնշմանը, որին բախվում էին նրա նման կանայք։ Բայց վերջին շրջանում նրա մեջ ինչ-որ բան անհանգստացնում էր նրան, մի սառնություն, որը կարծես ուժեղանում էր։ Գիշերն անցավ, երբ նրանք վերջապես վերադարձան տուն գրեթե կեսգիշերին, Ռուբենը հյուծված էր։ Նա լուռ մտավ արջի դռնով, Ֆերնանդան անմիջապես բարձրացավ իր սենյակ, բայց ինչ-որ բան ստիպեց նրան կանգ առնել միջանցքի կեսին։ Նա լսեց մի ցածր ձայն տան հետնամասից։ Դա կարծես խեղդված լաց լիներ։ Հետաքրքրված անհանգստացած, Ռուբենը քայլեց դեպի ձայնը։ Դա մոր սենյակն էր։ Դուռը կիսաբաց էր, բացվածքից նա կարող էր տեսնել տիկին Հեղինեին, որը նստած էր մահճակալին, պահելով հին լուսանկարը մեղմորեն լաց լինելով, փորձելով աղմուկ չհանել։ Նա մյուս ձեռքում վարդարան էր պահում, լացի միջից աղոթում էր. Աստված իմ, ուժ տուր ինձ շարունակելու։ Օգնիր ինձ ուժեղ լինելս մեկ օր։ Թույլ մի տուր, որ բեռ լինեմ իմ որդու համար։ Խնդրում եմ, օգնիր ինձ։ Ռուբենը զգաց, կարծես հարվածել էին ստամոքսին։ Նա կանգնած մնաց այնտեղ, սառած, դիտելով մոր տառապանքը, չիմանալով, թե ինչ անի։ Նրա մի մասը ցանկանում էր ներս մտնել գրկել նրան, հարցնել, թե ինչն է սխալ, բայց մյուս մասը, մի վախկոտ մաս, որը նա չէր ուզում ընդունել, որ գոյություն ունի, ստիպում էր նրան նահանջել։ Նա պատրաստ չէր դիմակայել այդ ցավին, պատրաստ չէր այն պատասխաններին, որոնք նա կարող էր տալ։ Այնուհետ, լուռ, նա վերադարձավ միջանցքով բարձրացավ իր սենյակ։ Նա պառկեց Ֆերնանդայի կողքին, որն արդեն խորը քնած էր, մնաց նայելով մութ առաստաղին։ Մոր խեղդված լացը արձագանքում էր նրա մտքում, կարծես ուրվական, որը հրաժարվում էր հեռանալ։ Հաջորդ օրերը տարօրինակ էին։ Ռուբենը սկսեց ավելի շատ ուշադրություն դարձնել փոքրիկ բաներին, երբ տանն էր։ Նա նկատեց, որ մայրը դժվարությամբ է քայլում, որ նա միշտ զբաղված է ինչ-որ գործով, որ Ֆերնանդան նրան հրամաններ էր տալիս անհանգստացնող բնականությամբ։ Բայց ամեն անգամ, երբ նա փորձում էր մենակ խոսել տիկին Հեղինեի հետ, նա շեղում էր թեման, ստիպողաբար ժպտում էր ասում, որ ամեն ինչ լավ է։ Դա հինգշաբթի օր էր, երբ Ռուբենը որոշեց ավելի շուտ դուրս գալ գրասենյակից, որ ամեն ինչ իսկապես սկսեց փոխվել։ Նա տուն հասավ կեսօրից հետո ժամը 3-ի սահմաններում, ինչը անսովոր ժամ էր նրա համար։ Տունը լուռ էր, բայց նա ձայներ լսեց վերի հարկից։ Նա լուռ բարձրացավ աստիճաններով, չիմանալով, թե ինչու էր զգույշ լինում, միգուցե բնազդով, միգուցե այն պատճառով, որ այդ ձայների տոնը նրան զգուշացնում էր։ Դրանք Ֆերնանդան տիկին Հեղինեն էին։ Նրանք երեխաների սենյակում էին, Ռուբենը մնաց միջանցքում, պատի հետում թաքնված, լսելով։ Որքան ժամանակ ես Միքայելին կեղտոտ տակտիրով թողել, Հեղինե։ Նայիր, թե ին։ Չպես է նրա մաշկը գրգռված։ Ֆերնանդայի ձայնը կոշտ էր, մեղադրական։ Ես 1 ժամ առաջ եմ փոխել, աղջիկս։ Նա պետք է նոր արած լինի։ Մի արդարանա։ Դու անփույթ ես դառնում։ Ես քեզ տանիք եմ տալիս, ուտելիք ամենալավից, դու անգամ չես կարողանում լավ հոգ տանել քո սեփական թոռների մասին։ Ռուբենը զգաց, որ իր ներսում զայրույթը սկսում է եռալ։ Իր սեփական թոռները։ Ֆերնանդան խոսում էր, կարծես մայրը անգործունակ աշխատող լիներ, ոչ թե ընտանիքի անդամ։ Ես անում եմ իմ լավագույնը, Ֆերնանդա։ Այսօր շատ հոգնած եմ, ոտքերս այտուցված են։ Հոգնած։ Բոլորն էլ հոգնում են, Հեղինե։ Տարբերությունն այն է, որ մեզանից ոմանք բավականաչափ ուժեղ են, որ չեն տրտնջում։ Ուզում ես թույլ եռալ։ Ուզում ես, որ Ռուբենը իմանա, որ իր սեփական մայրը չի դիմանում իր տանը հոգ տանելուն։ Ոչ, իհարկե ոչ։ Ես չեմ ուզում բեռ լինել։ Ապա ապացուցիր դա։ Այսօր երեկոյան կարևոր հյուրեր ենք ունենալու։
Ռուբենի ընկեր գործարարներ։ Պետք է որ տունը կատարյալ լինի, դա ներառում է, որ դու նորից մաքրես այդ լոգարանը։ Անցյալ շաբաթվա պես մաքրածդ լավ չէր։ Ռուբ Էն այլս չդիմացավ։ Նա մտավ սենյակ, կարծես փոթորիկ, դուռը հարվածեց պատին։ Ֆերնանդան ցատկեց, վախեցած, իսկ տիկին Հեղինեն աչքերը լայն բացեց զարմանքից վախից։ Ինչ է կատարվում այստեղ։ Հարցրեց Ռուբենը, նրա ձայնը լի զսպված զայրույթով, որը նա հազվադեպ էր ցուցաբերում։ Ռուբենի մուտքից հետո սենյակում տիրող լռությունը խլացուցիչ էր։ Ֆերնանդան մի ակնթարթ գունատվեց, բայց արագորեն վերականգնեց իր արտահայտությունը, դնելով նվիրված կնոջ դիմակը, որը նա այդքան լավ էր օգտագործում։ Տիկին Հեղինեն, մյուս կողմից, կարծես էլ ավելի էր փոքրացել, նրա ուսերը կորացած էին, կարծես հարվածի էր սպասում։ Ռուբեն, սեր իմ, ինչպիսի վախեցրիր ինձ, ասաց Ֆերնանդան, ստիպողաբար նյարդային ծիծաղ հանելով։ Չլսեցի, որ եկար։ Ինչ ես անում տանը այդքան շուտ։ Ես հարց տվեցի, Ֆերնանդա։ Ինչ է կատարվում այստեղ։ Կրկնեց Ռուբենը, ամբողջովին անտեսելով կնոջ փորձը շեղելու թեման։ Նրա աչքերը շարժվեցին երկու կանանց միջ, փորձելով հասկանալ այն տեսարանը, որին ականատես էր եղել։ Ոչինչ հատուկ, սեր իմ։ Պարզապես Հեղինեի հետ խոսում էի այսօր երեկոյան նա։ Խապատրաստությունների մասին։ Դու գիտես, թե որքան կարևոր են այդ բաները, ես պարզապես ուզում էի համոզվել, որ ամեն ինչ կատարյալ կլինի։ Խոսում էիք։ Ռուբենը մեկ քայլ առաջ արեց, նրա ձայնն ավելի ցածր, ավելի վտանգավոր դարձավ։ Որովհետև միջանցքից կարծես թե ավելի շատ քեզ մայրիկիս նվաստացնում էիր։ Ֆերնանդան բացեց բերանը գեղձ զայրույթով։ Նվաստացնում էի։ Ռուբեն, ինչպես կարող ես դա ասել։ Ես պարզապես հստակ էի լինում սպասումների մասին։ Քո մայրը հասկանում է, չէ, Հեղինե։ Բոլոր գլուխները շրջվեցին դեպի տիկին Հեղինեն, որը կանգնած էր սենյակի անկյունում, կարծես անկյուն քշված կենդանի։ Նա բերանը բացեց խոսելու համար, բայց ոչ մի ձայն դուրս չեկավ։ Նրա աչքերը լցվեցին արցունքներով, նա ձեռքերը սեղմեց իրար, այնքան ուժեղ, որ մատների հոդերը սպիտակեցին։ Մամ, Ռուբենը մոտեցավ նրան, նրա ձայնը մեղմացնելով։ Ինձ ճշմարտությունը ասա։ Ինչ է կատարվում այստեղ։ Ես։ Տիկին Հեղինեն վարանեց, արագ նայելով Ֆերնանդային, ապա նորից որդուն։ Ամեն ինչ լավ է, որդիս։ Ֆերնանդան պարզապես ինձնից օգնություն էր խնդրում տան գործերում։ Հա, վերջ։ Բայց այն, թե ինչպես էր նա նայում նրան, վախով աղերսանքով լի աչքերով, հակառակն էր ասում։ Ռուբենը ճանաչում էր իր մորը։ Նա ճանաչում էր յուրաքանչյուր արտահայտություն, յուրաքանչյուր ձայնի տոն, յուրաքանչյուր ժեստ։ Եվ ինչ-որ բան շատ սխալ էր։ Մամ, ինչու են քո ձեռքերը վերքերով լի։ Հարցրեց նա հանկարծ, զգուշորեն վերցնելով նրա ձեռքերը։ Մաշկը ճաքճքած էր, կարմիր, փոքրիկ կտրվածքներով, որոնք ցավոտ էին թվում։ Դա մաքրող միջոցներից է, արագ պատասխանեց տիկին Հեղինեն։ Ես զգայուն մաշկ ունեմ։ Մաքրող միջոցներ։ Ռուբենը զգաց, որ ինչ-որ բան շարժվում է իր կրծքի մեջ։ Ինչու ես մաքրող միջոցներ օգտագործում։ Մինչ տիկին Հեղինեն կպատասխաներ, Ֆերնանդան միջամտեց այն քաղցր ու մեղեդային ձայնով, որը նա օգտագործում էր իրավիճակները մանիպուլյացիայի ենթարկելու համար։ Ռուբեն, քո մայրը սիրում է օգնել տան գործերում։ Նա ինքն է միշտ ասում, որ չի կարող անգործ նստել, որ ուզում է օգտակար զգալ իրեն։ Ճիշտ չէ, Հեղինե։ Տիկին Հեղինեն մեխանիկորեն գլխով արեց, բայց նրա արցունքները սկսեցին լուր թափվել։ Ռուբենը տեսավ դրանք։ Զգաց, որ ինչ-որ բան կոտրվեց իր ներսում։ Դա այն ուժեղ կենսուրախ մայրը չէր, որին նա ճանաչում էր։ Դա կոտրված, խունացած, լռեցված կին էր։ Ես պետք է քեզ հետ խոսեմ, Ֆերնանդա, ասաց Ռուբենը, նրա ձայնը լարված։ Հիմա։ Մեր սենյակում։ Նա դուրս եկավ երեխաների սենյակից, առանց պատասխանի սպասելու, Ֆերնանդան հետեց նրան, զգուշացնող հայացք նետելով տիկին Հեղինեին։ Զոքանչը կանգնած մնաց այնտեղ, դողալով, բռնված Միքայելի մահճակալից, որպեսզի չընկնի։ Նրա սիրտը այնքան ուժեղ էր բաբախում, որ նա կարող էր լսել այն իր ականջներում։ Արդյոք Ռուբենը վերջապես սկսում էր տեսնել ճշմարտությունը։ Թե
Դա պարզապես մեկ վեճ կլիներ, որը կավարտվեր Ֆերնանդայի կողմից իրավիճակի մանիպուլյացիայով, նա կվերադառնար իր լռության տառապանքի առօրյային։ Զույգի սենյակում լարվածությունն ակնհայտ էր։ Ռուբենը կանգնած էր պատուհանի մոտ, դուրս նայելով այգուն, առանց իրականում որևէ բան տեսնելու։ Ֆերնանդան փակեց դուռը իր հետից ձեռքերը ծալեց, պաշտպանական դիրք ընդունելով։ Ռուբեն, ինձ դուր չեկավ այն տոնը, որով դու ինձ հետ խոսեցիր քո մոր։ Արջ։ Դու ինձ անհարգալից վերաբերվեցիր։ Ես քեզ անհարգալից վերաբերվեցի։ Ռուբենը շրջվեց դեպի նրան, նրա աչքերը փայլում էին զայրույթով, որը նա հազվադեպ էր ցուցաբերում։ Ֆերնանդա, ես լսեցի, թե ինչպես էիր դու խոսում մայրիկիս հետ։ Լսեցի յուրաքանչյուր բառ։ Ինչպես ես համարձակվում այդպես վերաբերվել նրան։ Ֆերնանդան դրամատիկորեն հոգոց հանեց։ Դու չես հասկանում, սեր իմ։ Քո մայրը շատ զգայուն է։ Ես պարզապես հաստատակամ էի, որովհետև նա անտեսել է որոշ պարտականություններ։ Պարտականություններ։ Ռուբենը դառը ծիծաղ հանեց։ Ինչ պարտականություններ, Ֆերնանդա։ Նա իմ մայրն է, ոչ թե սպասուհի։ Բայց նա պնդում է օգնել։ Ես չեմ կարող արգելել նրան անել այն, ինչ նա ուզում է, չէ՞։ Այն, թե ինչպես էիր դու խոսում նրա հետ, չէր նման մեկին, ով կամավոր օգնություն է ընդունում։ Դա նման էր չարաշահող տիրուհու, որը վատ է վերաբերվում աշխատողին։ Ֆերնանդան զգաց, որ հատակը սկսում է սահել իր ոտքերի տակից։ Նա պետք է վերականգներ իրավիճակի վերահսկողությունը, դա արագ։ Նա իր արտահայտությունը փոխեց վիրավորվածի, թողնելով, որ իր աչքերը փայլեն չթափված արցունքներով։ Ռուբեն, դու իսկապես կարծում ես, որ ես ունակ կլինեի վատ վերաբերվել քո մորը։ Այն մարդու մորը, ում ես սիրում եմ։ Ես վիրավորված եմ, որ դու անգամ դա ես առաջարկում։ Ապա բացատրիր նրա ձեռքերը։ Բացատրիր, թե ինչու էր նա այդքան վախեցած թվում։ Նա արթրիտ ունի, Ռուբեն։ Եվ նա ձեր կինը, որը երբեմն շփոթվում է։ Միգուցե նա սխալ է մեկնաբանել իմ ձայնի տոնը։ Դու գիտես, թե որքան զգայուն կարող են լինել ավելի տարեց մարդիկ։ Ռուբենը գլխով արեց, հիասթափված։ Ֆերնանդայի բացատրության մեջ ինչ-որ բան սխալ էր, բայց նա չէր կարողանում հստակորեն մատնանշել, թե ինչը։ Միգուցե այն պատճառով, որ նա երբեք բավականաչափ ուշադրություն չէր դարձրել նախկինում, երբեք չէր հարցաքննել տան դինամիկան, երբեք չէր կանգ առել, իրականում դիտելու, թե ինչպես էին վերաբերվում իր մորը։ Ես կխոսեմ նրա հետ, ասաց Ռուբենը վերջապես։ Մենակ։ Եվ ես ուզում եմ ճշմարտությունը։ Իհարկե, սեր իմ։ Խոսիր նրա հետ։ Նա քեզ նույն բանը կասի, ինչ ես եմ ասել։ Քո մայրը ինձ պաշտում է շատ է գնահատում այս տանը նպաստելու հնարավորությունը։ Բայց երբ Ռուբենը դուրս եկավ սենյակից, Ֆերնանդան կանգնած մնաց այնտեղ, նրա կատարյալ դեմքը վերածվեց զայրույթի դիմակի։ Նա վերցրեց բջջային հեռախոսը, արագ հաղորդագրություն մուտքագրեց։ Նա պետք է արագացներ իր պլանները։ Չէր կարող թույլ տալ, որ Ռուբենը ճշմարտությունը բացահայտեր, ոչ հիմա, երբ նա այդքան մոտ էր ընտանիքում իր դիրքը վերջնականապես ապահովելուն։ Ռուբենը աստիճաններով իջավ մորը գտավ խոհանոցում, վառարանի վրա ինչ-որ բան պատրաստելիս։ Նա դանդաղ է շարժվում, կարծես յուրաքանչյուր շարժում ցավ էր պատճառում, նա առաջին անգամ ամիսների ընթացքում նկատեց, թե ինչպես էր նա նիհարել, ինչպես էր նրա դեմքն ավելի կնճռոտվել, ինչպես էր նա տարիներով ծերացել ամիսների ընթացքում։ Մամ, կարող ենք խոսել։ Տիկին Հեղինեն շրջվեց, արագորեն սրբելով արցունքները դեմքից։ Իհարկե, որդիս։ Ինչ եղավ։ Ռուբենը աթոռը քաշեց նստեց խոհանոցի սեղանի մոտ, նշան տալով, որ նա էլ նույնն անի։ Տիկին Հեղինեն վարանեց, նայելով վառարանին։ Կերակուրը կարող է սպասել։ Նստիր ինձ հետ։ Նա հնազանդվեց, նստելով աթոռի եզրին, ձեռքերը ծալած ծնկ։ Ներին, մարմինը լարված, կարծես կշտամբանքի էր սպասում։ Ռուբենը դիտեց յուրաքանչյուր դետալ, զգաց հսկայական մեղք, որը սեղմում էր իր կուրծքը։ Մամ, ինձ ճշմարտությունը ասա։ Դու երջանիկ ես այստեղ։ Հարցը նրան անակնկալի բերեց։ Տիկին Հեղինեն մի քանի անգամ թարթեց աչքերը, մշակելով բառերը։ Իհարկե, որդիս։ Ինչու ես դա հարցնում։ Որովհետև ես քեզ լացելիս տեսա քո սենյակում մյուս օրը։ Որովհետև քո ձեռքերը վիրավորված են։
Որովհետև դու թվում ես նա դադար տվեց, փնտրելով ճիշտ բառերը, թվում ես խունացած։ Կարծես կորցրել ես այն լույսը, որ միշտ ունեցել ես։ Արցունքները նորից հայտնվեցին տիկին Հեղինեի աչքերում, բայց նա պայքարեց դրանք զսպելու համար։ Ես ծերանում եմ, Ռուբեն։ Բնական է, որ ավելի հոգնած, ավելի լուր դառնաս։ Ես տարիքի մասին չեմ խոսում, մամ։ Ես երջանկության մասին եմ խոսում։ Երբ էր վերջին անգամ, որ դու արեցիր մի բան, որն իսկապես ուզում էիր անել։ Երբ էր վերջին անգամ, որ դու դուրս եկար ընկերուհիներիդ հետ, գնացիր կինո, այցելեցիր եկեղեցի, արեցիր որևէ բան, որն այս տանը աշխատել չէր։ Տիկին Հեղինեն բացեց բերա։ Ն պատասխանելու համար, բայց չկարողացավ։ Որովհետև ճշմարտությունն այն էր, որ նա չէր հիշում։ Չէր հիշում, թե երբ էր վերջին անգամ արել մի բան հաճույքի համար, երբ էր վերջին անգամ իրեն ազատ զգացել, երբ էր վերջին անգամ իր կյանքը իրենը եղել, ոչ թե ուրիշ մարդկանց կարիքների շարունակություն։ Մոր-որդու միջ լռությունը ձգվեց երկար վայրկյաններ։ Տիկին Հեղինեն նայում էր իր վիրավորված ձեռքերին, անկարող գտնելու ճիշտ բառերը։ Նրա մի մասը ուզում էր բղավել ճշմարտությունը, պատմել յուրաքանչյուր նվաստացման, յուրաքանչյուր անհեթեթ հրամանի, յուրաքանչյուր պահի մասին, երբ նա իրեն մարդուց պակաս էր զգացել։ Բայց մյուս մասը, այն մասը, որը պայմանավորված էր վախով, մանիպուլյացիայով, խանգարում էր նրան խոսել։ Որդիս, սկսեց նա դողացող ձայնով, ես պարզապես քեզ համար լավագույնն եմ ուզում։ Ուզում եմ, որ դու երջանիկ լինես Ֆերնանդայի հետ, որ միասնական ընտանիք ունենաք։ Եթե ես այստեղ եմ օգնում, դա այն պատճառով է, որ ուզում եմ լինել այդ ընտանիքի մասը։ Բայց դու այս ընտանիքի մասն ես, մամ։ Դու միշտ ես եղել։ Ռուբենը զգուշորեն վեր ցրեց նրա ձեռքերը, խուսափելով վերքերից։ Դու ոչ մեկին ոչինչ պետք է ապացուցես։ Դու իմ մայրն ես։ Դա արդեն ավելին է, քան բավարար։ Արցունքները վերջապես հորթեցին տիկին Հեղինեի աչքերից։ Նա փորձեց հետ քաշել ձեռքերը, բայց Ռուբենը ամուր, նրբորեն բռնեց դրանք։ Պատմիր ինձ, թե ինչ է կատարվում։ Խնդրում եմ։ Ես պետք է իմանամ։ Եվ ապա, կարծես պատնեշ, որը վերջապես փլուզվում է, բառերը սկսեցին դուրս գալ։ Սկզբում դանդաղ, վարանոտ, բայց հետո ցավոտ խոստովանությունների անընդհատ հոսքով։ Տիկին Հեղինեն պատմեց ամենօրյա հրամանների մասին, այն մասին, թե ինչպես էր Ֆերնանդան նրան վերաբերվում, երբ նա մոտ չէր, այն մաքրող միջոցների մասին, որոնք այրում էին նրա մաշկը, երեխաներին մեջքին տանելու մասին, լոգարանը մաքրելիս, այն ճնշող մենակության մասին, որը նա զգում էր, չնայած ընտանիքով շրջապատված լինելուն։ Նա խոսեց այն մասին, թե ինչպես էր ամեն ինչ վաճառել այնտեղ լինելու համար, թե ինչպես էր գնալու տեղ չուներ, թե ինչպես էր վախենում քանդել նրա ամուսնությունը, եթե ճշմարտությունը ասեր։ Նա խոսեց այն գիշերների մասին, երբ լուռ լացում էր իր փոքրիկ սենյակում, աղոթելով ուժ ունենալու համար, մեկ օր դիմանալու։ Ռուբենը լսում էր ամեն ինչ, դեմքը գնալով ավելի գունատվում էր, ծայրույթը մեղքը խառնվելով ճնշող էմոցիայի մեջ։ Ինչպես էր նա չտեսել։ Ինչպես էր նա այդքան գույր, այդքան տարված իր սեփական աշխատանքով, այդքան մանիպուլյացիայի ենթարկված կնոջ կողմից, որ չէր նկատել իր սեփական մոր տառապանքը։ Մամ, ես նա կուլ տվեց, պայքարելով իր սեփական արցունքների դեմ, ես չգիտեի։ Ես երդվում եմ, որ չգիտեի։ Ես չէի ուզում, որ դու իմանաս, շնջաց տիկին Հեղինեն։ Ես չէի ուզում բեռ լինել։ Դու երբեք բեռ չես եղել։ Երբեք։ Ռուբենը մորը գրկեց մի բան, որը նա չէր արել ամիսներով, միգուցե տարիներով։ Նա զգաց, թե որքան նիհար էր նա, փխրուն, մեղքը հարվածեց նրան, կարծես բռունցքով։ Կներես։ Կներես, որ չտեսա, որ չպաշտպանեցի քեզ։ Նրանք այդպես մնացին մի քանի րոպե, խոհանոցի լռության մեջ, մինչ տարիների ցավն ու լռությունը վերջապես սկսեցին ցրվել։ Երբ նրանք բաժանվեցին, Ռուբենը նոր վճռականություն ուներ աչքերում։ Ամեն ինչ կփոխվի, մամ։ Այսուհետ ամեն ինչ կփոխվի։ Բայց մինչ նրանք կկարողանային շարունակել խոսակցությունը, նրանք լսեցին արջի դռան բացվելու ձայնը։ Բազմաթիվ ձայներ արձագանքեցին միջանցքում։ Ռուբենը նայեց ժամացույցին մեղմորեն անիծեց։ Գործնական ընթրիքը։ Նա ամբողջովին մոռացել էր։ Ֆերնանդան հայտնվեց խոհանոցի դռան մոտ, արդեն անթերի հագնված մուգ կապույտ երեկոյան զգեստով, մազերը հավաքված նրբագեղ փնջով, դիմահարտարումը կատարյալ։ Նրա հետից գալիս էին 3 զույգ, բոլորը նրբագեղ հագնված, բոլորը ժպտերես ոգորված զրուցող։
Ռուբեն, սեր իմ, մեր հյուրերը եկել են, ասաց Ֆերնանդան այն քաղցր ձայնով, որը նա օգտագործում էր հանրության առջ, բայց նրա աչքերը հստակ զգուշացում էին նետում տիկին Հեղինեին։ Քո մայրն արդեն ամեն ինչ պատրաստել է։ Ռուբենը վեր կացավ, կանգնելով Ֆերնանդայի տիկին Հեղինեի միջ։ Իմ մայրն այսօր երեկոյան ոչ մեկին չի սպասարկի։ Ֆերնանդայի ժպիտը մի վայրկյան տատանվեց։ Ինչպես թե։ Դու ինձ լսեցիր։ Իմ մայրն այս տանը հյուր է, ոչ թե սպասուհի։ Բայց Ռուբեն, նա ինքն էր առաջարկել օգնել, Ֆերնանդան փորձեց վիճել, պահպանելով ստիպողաբար ժպիտը, մինչ նա նյարդայնորեն նայում էր հյուրերին, որոնք աճող հետաքրքրությամբ դիտում էին տեսարանը։ Ոչ, նա չէր առաջարկել։ Դու նրան ստիպեցիր։ Եվ դա հիմա ավարտվեց։ Խոհանոցում լարվածությունն ակնհայտ էր։ Հյուրերը անհարմար հայացքներ էին փոխանակում, չիմանալով մնալ թե գնալ։ Ֆերնանդան զգում էր, որ իրավիճակի վերահսկողությունը սահում է իր մատների միջից, խուճապը սկսեց հայտնվել նրա կատարյալ դիմահարդարված աչքերում։ Ռուբեն, կարող ենք դա հետո քննարկել։ Մենք հյուրեր ունենք, ասաց նա ատամների արանքից։ Ոչ։ Մենք դա հիմա կքննարկենք։ Բոլորի առջ, եթե անհրաժեշտ լինի։ Ֆերնանդան փորձեց դիպչել նրա թին, բայց Ռուբենը հեռացավ։ Սեր, դու անտրամաբանական ես։ Քո մայրը շփոթված է, նա արդեն քեզ ասել է, որ սիրում է օգնել։ Դադարիր ստել, Ֆերնանդա։ Դադարիր մանիպուլյացիայի ենթարկել իրավիճակը։ Ես հիմա ամեն ինչ գիտեմ։ Հենց այդ ժամանակ հյուրերից մեկը, Մարիամը, կարճ մազերով հաստատակամ արտահայտությամբ միջին տարիքի կինը, մեկ քայլ առաջ արեց։ Կներեք, որ միջամտում եմ, բայց ես շաբաթներ շարունակ պետք է խոսեի այս մասին։ Բոլոր հայացքն երը շրջվեցին դեպի նա։ Ֆերնանդան գունատվեց։ Ես հաճախ եմ գալիս այստեղ Ֆերնանդայի կողմից կազմակերպվող բարեգործական ճաշկերույթներին, շարունակեց Մարիամը, ես բազմիցս տեսել եմ, թե ինչպես է նա վերաբերվում տիկնոջը, նա մատնացույց արեց տիկին Հեղինեին։ Ես տեսա, թե ինչպես է հրամաններ տալիս, ինչպես է խոսում նրա հետ, կարծես նա սպասուհի լիներ։ Ես անհանգիստ էի, բայց կարծում էի, որ իմ տեղը չէ միջամտելը։ Դա ճիշտ չէ, Ֆերնանդան փորձեց բողոքել, բայց նրա ձայնը թույլ էր, հուսահատ։ Ճիշտ է, ասաց մյուս հյուրը, Պատրիսյան, ակնոցով մի երիտասարդ կին։ Ես նույնպես նկատել եմ։ Եվ դա միայն մեկ անգամ չի եղել։ Ռուբենը նայեց իր կնոջը, զզվանքի անհավատության խառնուրդով։ Քանի՞։ Մարդ գիտեր։ Քանի՞։ Մարդ էր տեսել այն, ինչ նա, կուրացած աշխատանքից վստահությունից, չէր կարողացել տեսնել։ Ֆերնանդան, հասկանալով, որ ամբողջովին կորցնում է վերահսկողությունը, փոխեց մարտավարությունը։ Արցունքները սկսեցին հոսել նրա կատարյալ դիմահարդարված դեմքից։ Ռուբեն, ես պարզապես կատարյալ տուն էի ուզում քեզ համար։ Ես ուզում էի, որ ամեն ինչ լավ աշխա։ Տեր։ Քո մայրը այդքան պատրաստակամ էր օգնելու, ես կարծում էի, որ մենք պարզապես բաժանում էինք պարտականությունները։ Պարտականություններ բաժանել։ Ռուբենը դառը ծիծաղ հանեց։ Դու նրան ստիպեցիր երեխաներին մեջքին տանել, մինչ նա լոգարանն էր մաքրում։ Դու նրա ձեռքերն այրեցիր քիմիական նյութերով։ Դու նրան նվաստացրիր, նրան աղբի պես վերաբերվեցիր, դեռ համարձակություն ունես դա պարտականությունների բաժանում անվանել։ Ես երբեք չեմ ուզեցել նրան վնասել։ Ես երդվում եմ։ Բայց դու վնասեցիր։ Եվ ավելին, դու հաճույք ստացար։ Դու հաճույք ստացար մեկին ունենալուց, ում կարող էիր վերահսկել, ում կարող էիր հրամայել, ով քեզնից կախված կլիներ։ Հետաց լռությունը անհարմար էր։ Հյուրերը չգիտեին, թե ուր նայեն։ Տիկին Հեղինեն նստած էր աթոռին, լուռ լաց լինելով, բայց այս անգամ դրանք տխրության արցունքներ չէին։ Դրանք թեթացման արցունքներ էին։ Վերջապես ինչ-որ մեկը պաշտպանում էր նրան։ Վերջապես ճշմարտությունը բացահայտվում էր։ Ֆերնանդան փորձեց նորից մոտենալ Ռուբենին, բայց նա ձեռքը բարձրացրեց, հեռու պահելով նրան։ Ես ուզում եմ, որ դու դուրս գաս այս տնից։ Հիմա։ Ինչ։ Բայց Ռուբեն, երեխաները կմնան ինձ հետ։ Եվ իրենց տատիկի հետ, ով նրանց կխնամի սիրուց դրդված, ոչ թե պարտականությունից կամ մանիպուլյացիայից։ Դու չես կարող ինձ դուրս հանել իմ սեփական տնից։ Այս տունն իմ անունով է, Ֆերնանդա։ Եվ այս պահին դու այլս ցանկալի չես այստեղ։
Ֆերնանդան շուրջը նայեց, աջակցություն փնտրելով, բայց գտավ միայն անհամաձայնության անհարմարության հայացքներ։ Նա հասկացավ, որ պարտվել է, որ իր խնամքով կառուցված ճակատը ամբողջովին փլուզվել է։ Հուսահատության զայրույթի ճիչով նա վերցրեց պայուսակը, որը դրված էր խոհանոցի սեղանին, վազելով դուրս եկավ, բարձրակրունկների ձայնը արձագանքում էր միջանցքում, մինչ արջի դուռը ուժգին փակվեց։ Հյուրերը սկսեցին արագ հրաժեշտ տալ, մրմնջալով ներողություններ խոստանալով հետո զանգահարել։ Մի քանի րոպեից տունը նորից լռեց։ Ռուբենը ծնկի իջավ մոր կողքին, բռնելով նրա վիրավորված ձեռքերը աշխարհի ամենամեծ զգուշությամբ։ Ավարտվեց, մամ։ Ավարտվեց։ Դու երբեք այլս դրանով չես անցնի, ես խոստանում եմ։ Տիկին Հեղինեն դողացող ձեռքերով բռնեց որդու դեմքը։ Որդիս, ես վախենում եմ։ Իսկ եթե նա վերադառնա։ Իսկ եթե դու փոխես միտքդ։ Ես միտքս չեմ փոխի։ Ես կույր էի, բայց հիմա տեսնում եմ։ Եվ ես իմ կյանքի մնացած մասը կփոխհատուցեմ այն ժամանակի համար, երբ ձեզ հետ չէի։ Իսկ երեխաները։ Իսկ ամուսնությունը։ Մենք միասին կիմանանք։ Բայց մի բան հստակ գիտեմ, դու հիմա իմ առաջնահերթությունն ես։ Դու երեխաները։ Եվ մենք իսկական ընտանիք կկառուցենք, հիմնված հարգանքի սիրո վրա, ոչ թե արտաքինի մանիպուլյացիայի։ Հաջորդ շաբաթները զգացմունքների փոփոխությունների հորցանուտ էին։ Ռուբենը վարձեց ընտանեկան իրավունքի մասնագետ փաստաբան Բեատրիս Հակոբյանին, իրավասու ուղղակի կնոջ, ով ուշադիր լսեց ամբողջ պատմությունը, խոստացավ անել ամեն ինչ, տիկին Հեղինեին պաշտպանելու երեխաների խնամակալությունը Ռուբենին ապահովելու համար։ Առաջին բանը, որ նրանք արեցին, տիկին Հեղինեին բժշկի տանելն էր։ Քննությունները բացահայտեցին այն, ինչ նա արդեն գիտեր իր մարմնից՝ ջրազրկում, վիտամինների պակաս, արթրիտ, սրված չափից ավելի ջանքերից, ծնկների ողն։ Աշխարհի վնասվածքներ, առաջացած իր տարիքի համար ոչ պատշաճ ծանր աշխատանքից։ Բժիշկը ցնցված էր հիվանդի առողջական վիճակից, չվարանեց ամեն ինչ մանրամասն փաստագրել, ստեղծելով զեկույց, որը կարող կլիներ իրավական գործընթացի համար։ Ռուբենը տան հին աշխատասենյակը, երկրորդ հարկի ընդարձակ լուսավոր սենյակը, վերածեց տիկին Հեղինեի նոր ննջասենյակի։ Նա գնեց հարմարավետ կահույք, նոր օրթոպեդիկ մահճակալ, գեղեցիկ վարագույրներ, որոնք նա ինքն էր ընտրել։ Առաջին անգամ տարիների ընթացքում նա ձայն ուներ իր սեփական տարածքի վերաբերյալ որոշումներում։ Մամ, այս սենյակը քոնն է։ Դու զարդարիր այն, ինչպես ուզում ես։ Եվ ես չեմ ուզում, որ դու այլս ոչինչ անես, բացի հանգստանալուց վերականգնվելուց, ասաց Ռուբենը, մինչ նա օգնում էր նրա իրերը դասավորել նոր տարածքում։ Բայց իսկ երեխաները։ Իսկ տունը։ Ո՞վ է հոգ տանելու ամեն ինչի մասին։ Հարցրեց տիկին Հեղինեն, դեռ պայմանավորված մտածելու, որ իր արժեքը կապված է օգտակարության հետ։ Ես վարձել եմ պրոֆեսիոնալ դայակ տնային տնտեսուհի։ Երկու մարդ, մամ։ Որովհետև դա երկու մարդու աշխատանք էր։ Ոչ թե առողջական խնդիրներ ունեցող ձեր կնոջ։ Եվ դու տատիկ ես լինելու, ոչ թե աշխատող։ Դու երեխաների հետ կխաղաս, երբ ուզես, կշոյես, հեքիաթներ կպատմես։ Բայց չես տանի ծանր բեռ, չես մաքրի լոգարան, այլս ոչ մի բան չես անի, որը քեզ կվնասի։ Արցունքները հոսեցին տիկին Հեղինեի դեմքից, բայց այս անգամ դրանք երախտագիտության արցունքներ էին։ Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչպես շնորհակալություն հայտնեմ քեզ։ Դու պարտավոր չես շնորհակալություն հայտնել։ Ես եմ, որ պետք է ամեն օր ներողություն խնդրեմ կյանքիս մնացած մասում, որ չտեսա այն, ինչ կատարվում էր հենց իմ քթի տակ։ Մինչդեռ Ֆերնանդան լուրջ չմնաց։ Նա վարձեց փաստաբան, սկսեց պայքար երկվորյակների խնամակալության համար, պնդելով, որ Ռուբենը մանիպուլյացիայի է ենթարկվում մոր կողմից, որ նա, որպես կենսաբանական մայր, իրավունք ունի իր երեխաների նկատմամբ։ Լսումները լարված ցավոտ էին։ Ֆերնանդան առատորեն լաց էր լինում դատավորի առջ, իրեն ներկայացնում էր որպես ընտանիքի զոհ, որը երբեք չէր ընդունել նրան, պնդում էր, որ տիկին Հեղինեն նախանձում էր իրեն Ռուբենին իր դեմ էր դրա մադրել։ Բայց ճշմարտությունը բացահայտվելուց ունի։ Այդ ճակատագրական ընթրիքի գիշերը ներկա վկաները կանչվեցին ցուցմունք տալու։ Մարիամը Պատրիսյան պատմեցին, թե ինչ էին տեսել ամիսների ընթացքում։ Նախկին սպասուհին, որին Ֆերնանդան ամիսներ առաջ աշխատանքից ազատել էր, կամավոր հայտնվեց, պատմելու, թե ինչպես էր Ֆերնանդան վերաբերվում տիկին Հեղինեին, հաստատելով այն ամենը, ինչ բացահայտվել էր։
Վճռական պահը եկավ, երբ փաստաբան Բեատրիսը դատավորին ներկայացրեց տան անվտանգության տեսախցիկների ձայնագրությունները։ Ռուբենը նույնիսկ չգիտեր, որ անվտանգության համակարգը ձայն էր ձայնագրում, բայց երբ փաստաբանը պահանջեց պատկերները, նրանք հայտնաբերեցին ժամեր ու ժամեր տող ապացույցներ։ Ֆերնանդայի ձայնը նվաստացնելով տիկին Հեղինեին, անհեթեթ հրամաններ տալով, դաժան մեկնաբանություններ անելով։ Ամեն ինչ փաստագրված էր։ Երբ ձայնագրությունները վերարտադրվեցին դատական դահլիճում, Ֆերնանդան գունատվեց։ Նրա փաստաբանը փորձեց պնդել, որ ձայնագրությունները խմբագրվել են, որ դրանք համատեքստից դուրս են, բայց դա անօգուտ էր։ Ճշմարտությունն ա։ Ինտեղ էր, հստակ անվիճելի, ձայնագրված աուդիո-վիդեո ձաչափերով։ Դատավորը, միջին տարիքի մի տղամարդ, խիստ արտահայտությամբ, ուշադիր լսեց ամեն ինչ։ Երբ ժամանակը եկավ ժամանակավոր խնամակալության վերաբերյալ իր նախնական վճիռը հայտնելու, նա չվարանեց։ Տիկին Ֆերնանդա Կոստա Ալմեիդա, այս ձայնագրությունները բացահայտում են հոգեբանական բռնության խոցելի տարեց անձի շահագործման համակարգված օրինաչափություն։ Անկախ ամուսնական կարգավիճակից, այս վարքագիծն անընդունելի է լուրջ հարցեր է առաջացնում երեխաների համար առողջ միջավայր ապահովելու ձեր կարողության վերաբերյալ։ Ժամանակավոր խնամակալությունը մնում է հոր, պարոն Ռուբեն Ալմեիդայի մոտ, մինչ հետագա հետաքննությունները կիրականացվեն։ Ֆերնանդան դուրս եկավ դատարանից, կատաղած բղավելով սպառնալիքներ մեղադրանքներ, բայց ոչ ոք այլս չէր լսում նրան։ Նրա դիմակն ամբողջովին ընկել էր, այն կինը, որը բացահայտվեց դրա տակ, ամենին էլ գեղեցիկ չէր։ Վերադառնալով Արաբկիրի առանձնատուն, կյանքը սկսում էր նոր ռիթմ գտնել։ Ռուբենը կրճատեց իր աշխատանքային ժամերը, ավելի շատ պարզ ականություններ պատվիրակեց իր գործընկերներին, ավելի շատ ներկա էր տանը։ Նա շուտ էր արթնանում մոր հետ նախաճաշելու համար, օգնում էր երեխաների հետ, առաջին անգամ տարիների ընթացքում նա իսկապես խոսում էր տիկին Հեղինեի հետ նրա կյանքի, նրա երազանքների, նրա վախերի, նրա հույսերի մասին։ Նրա վարձած դայակը, Լուսինեն, 50 տարեկան փորձառու քնքուշ կին էր, ով տիկին Հեղինեին վերաբերվում էր այն հարգանքով, որին նա արժանի էր։ Նրանք արագ ընկերացան, Լուսինեն հաճախ խրախուսում էր տիկին Հեղինեին դուրս գալ, հին ընկերուհիներին այցելել, իր սեփական կյանքով ապրել։ Մի օր Ռուբենը տուն եկավ, մորը գտավ սենյակում, ծիծաղելիս իր տարիքի 3 տիկնանց հետ։ Նրանք սուրճ էին խմում, տորտ ուտում, ոգորված զրուցելով հին ժամանակների մասին։ Այդ ծիծաղի ձայնը, անկեղծ ազատ, ստիպեց Ռուբենի սիրտը սեղմվել զգացմունքից։ Որքան ժամանակ էր, որ նա այդպես չէր լսել մորը ծիծաղելիս։ Մամ, կարող եմ քեզ հետ 1 րոպե խոսել։ Հարցրեց նա այն բանից հետո, երբ ընկերուհիները հեռացան։ Իհարկե, որդիս։ Նստիր այստեղ, ասաց տիկին Հեղինեն, թփթփաց նելով բազմոցը իր կողքին։ Ռուբենը նստեց մի պահ լռեց, մտքերը կարգի բերելով։ Ես ուզում էի քեզ կարևոր հարց տալ, ուզում եմ, որ դու լիովին անկեղծ լինես ինձ հետ։ Կարող ես հարցնել։ Դու ինձ ներում ես այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ։ Որ ես այդքան կույր էի, այդքան բացակա, այդքան անփույթ քո նկատմամբ։ Տիկին Հեղինեն վերցրեց որդու ձեռքերը, այն ձեռքերը, որոնք հիմա բուժվում էին, սկսում էին ապաքինվել։ Որդիս, ես երբեք քեզ ոչ մի բանում չեմ մեղադրել։ Դու մանիպուլյացիայի էիր ենթարկված, ինչպես ես։ Տարբերությունն այն է, որ դու ուժ ունեցար փոխելու իրավիճակը, երբ ճշմարտությունը բացահայտեցիր, դա հենց այն է, ինչ դու արեցիր։ Բայց ես պետք է ավելի շուտ տեսնեի։ Պետք է ուշադրություն դարձնեի։ Միգուցե։ Բայց դու ի վերջո տեսար, դա է կարևորը։ Եվ հիմա մենք այստեղ ենք, վերակառուցելով մեր հարաբերությունները, վերակառուցելով մեր ընտանիքը։ Դա ավելին է արժե, քան ցանկացած զղջում։ Ռուբենը գրկեց մորը, երախտապարտ զգալով, որ երկրորդ հնարավորություն ունի լինելու այն որդին, որին նա արժանի էր։ Ես խոստանում եմ, որ ավելի լավը կլինեմ։ Խոստանում եմ, որ ներկա կլինեմ, որ քեզ կլսեմ, որ այլս երբեք ոչ մեկին թույլ չեմ տա քեզ վատ վերաբերվել։ Ես գիտեմ, որդիս։ Ես գիտեմ։ Այդ գիշեր, երբ Ռուբենը երկվորյակներին քնեցնում էր, նա նայեց նրանց անմեղ դեմքերին, լուր խոստում տվեց։ Նա այդ երեխաներին կմեծացներ այլ արժեքներով, քան այն, ինչ ցույց էր տվել վերջին տարիներին։ Նա կսովորեցներ հարգանքի, կարեկցանքի, մարդկանց իրենցով, ոչ թե իրենց արածով գնահատելու կարողության մասին։ Նա կսովորեցներ, որ ընտանիքը արտաքինի կամ կարգավիճակի մասին չէ, այլ սիրո, աջակցության անկեղծ ներկայության։
Հաջորդ ամիսներին ամուսնալուծության գործընթացը առաջ գնաց։ Ֆերնանդան փորձեց տարբեր մարտավարություններ, սպառնալիքներից մինչ հաշտեցման փորձեր, բայց Ռուբենը հաստատակամ մնաց։ Փաստաբան Բեատրիսը անզիջում էր Ռուբենի երեխաների շահերը պաշտպանելու հարցում, աստիճանաբար պարզ դարձավ, որ Ֆերնանդան չի ստանա այն խնամակալությունը, որին այդքան ձգտում էր։ Վերջնական շրջադարձը տեղի ունեցավ, երբ Ֆերնանդայի ընտանիքի նախկին աշխատողներից մեկը հայտնվեց ապշեցուցիչ տեղեկություններով։ Ֆերնանդան երիտասարդ տարիքից աշխատողներին չարաշահելու պատմություն ուներ։ Կային այլ մարդկանց վկայություններ, ովքեր աշխատել էին նրա ընտանիքի համար նմանատիպ իրավիճակներ էին անցել։ Վարքագծի օրինաչափությունը հստակ էր հին։ Այդքան ապացույցների առկայությամբ Ֆերնանդան վերջապես համաձայնեց համաձայնության։ Նա իրավունք կունենար 2 շաբաթը մեկ վերահսկվող այցելություններ ունենալ երեխաների հետ, բայց խնամակալությունը կմնար Ռուբենի մոտ։ Բացի այդ, նա պետք է փոխհատուցում վճարեր տիկին Հեղինեին պատճառված հոգեբանական ֆիզիկական վնասների համար, ինչպես նա պարտադիր հոգեբանական խորհրդատվություն անցներ։ Երբ վերջնական դատավճիռը կայացվեց, տիկին Հեղինեն դատարանի հանդիսատեսի շարքում էր։ Նա ուրախություն չզգաց Ֆերնանդայի անկման համար, պարզապես խորը թեթացում, որ այդ ցավոտ գլուխը վերջապես ավարտվում էր։ Դատարանից դուրս գալիս նա խորը շունչ քաշեց երանի թարմ օդից զգաց, կարծես առաջին անգամ էր շնչում տարիների ընթացքում։ Ավարտվեց, մամ։ Իսկապես ավարտվեց, ասաց Ռուբենը, ձեռքը դնելով նրա ուսերին։ Ավարտվեց, կրկնեց նա, առաջին անգամ երկար ժամանակվա ընթացքում նա լիովին հավատաց այդ բառերին։ 6 ամիս էր անցել այն ճակատագրական օրվանից, երբ ճշմարտությունը վերջապես բացահայտվեց։ Արաբկիրի առանձնատունը, որը նախկինում կատարելության քողի տակ ճնշման բեմ էր, այժմ իսկական կյանք էր շնչում։ Պատերը, որոնք այդքան լուր տառապանքի ականատես էին եղել, այժմ արձագանքում էին անկեղծ ծիծաղներով, ջերմ խոսակցություններով 2 երեխաների ուրախ աղմուկով, որոնք մեծանում էին ճշմարիտ սիրո միջավայրում։ Տիկին Հեղինեն արթնացավ այդ շաբաթ առավոտյան, տարիների ընթացքում առաջին անգամ իրեն հանգիստ զգալով։ Նրա սենյակը, որն այժմ ընդարձակ էր զարդարված իր սեփական ընտրություններով, ուներ մեծ պատուհան, որը թույլ էր տալիս առավոտյան արին նրբորեն ներթափանցել։ Նա ձգվեց հարմարավետ մահճակալի վրա, առանց մեջքի սուր ցավի, որն ուղեկցում էր նրան անցյալի ամեն առավոտ։ Բժշկական բուժումը, պատշաճ հանգիստը, հատկապես հարկադիր աշխատանքի բացակայությունը հրաշքներ էին գործել նրա առողջության համար։ Նա դանդաղ վեր կացավ, հագավ փափուկ խալաթ։ Իջավ խոհանոց։ Թարմ սուրճի տապակած հացի հոտը դիմավորեց նրան, նա Ռուբենին գտավ արդեն արթուն, նախաճաշ պատրաստելիս։ Նա պարզ շապիկ սպորտային տաբատ էր կրում, մազերը խառնված էին, ժպիտ ուներ դեմքին, մինչ նա փորձում էր հավասարակշռել բաժակներով ափսեներով սկուտեղը։ Բարի լույս, մամ։ Նախաճաշ էի պատրաստում քո սենյակ տանելու համար, բայց քանի որ դու իջար, այստեղ խոհանոցում կուտենք, ասաց նա, քնքուշ համբույր տալով նրա ճակատին։ Բարի լույս, որդիս։ Դու պարտավոր չէիր դա անել, պատասխանեց տիկին Հեղինեն, բայց նրա ժպիտը ցույց էր տալիս, թե որքան էր նա գնահատում այդ ժեստը։ Ես ուզում եմ անել։ Ավելին, Լուսինեն այսօր հանգստի օր ունի, ուստի ես եմ հոգ տանելու երեխաների մասին։ Եվ դու միայն քո օրը կունենաս։ Համաձայնվա՞ծ է։ Ռուբեն, ես կարող եմ օգնել։ Նա քնքշորեն բռնեց մոր ձեռքերը։ Ես գիտեմ, որ դու կարող ես։ Բայց այսօր դու միայն քեզ համար մի բան կանես։ Քո ընկերուհիները 3 զանգահարեցին քեզ հրավիրեցին հաղթանակ զբոսայգի։ Դու կգնաս կվայելես օրը, երբ վերադառնաս, ես ուզում եմ լսել բոլոր պատմությունները։ Տիկին Հեղինեն զգաց, որ աչքերը լցվում են երախտագիտության արցունքներով։ Ամեն օր նոր ապացույց էր, որ իր կյանքն իսկապես փոխվել էր, որ մղձավանջն ավարտվել էր, նա ապրում էր մի երազանքում, որը նույնիսկ չէր համարձակվում պատկերացնել նախկինում։ Նախաճաշից հետո նա հանգիստ պատրաստվեց, ընտրելով մի գեղեցիկ հագուստ, որը Ռուբենը պնդել էր գնել իր համար շաբաթներ առաջ։ Նա նայեց հայելու մեջ, հազիվ ճանաչեց այն կնոջը, որն արտացոլվում էր այնտեղ։ Նրա դեմքը նորից գույն ուներ, նրա աչքերը փայլում էին, անկեղծ ժպիտ կար նրա շուրթերին։ Նա նորից դարձել էր Հեղինե, այլս ոչ այն լուրջ ստվերը, որ դարձել էր Ֆերնանդայի ռեժիմի տակ։ Զբոսայգում ընկերուհիների հետ օրը հիանալի էր։ Նրանք քայլեցին այգիներով, խոսեցին ամեն ինչի ոչնչի մասին, ծիծաղեցին հին պատմություններից, տիկին Հեղինեն իրեն թեթ զգաց, ինչպես տարիներ շարունակ չէր զգացել։
Երբ նա վերադարձավ տուն կեսօրին, տեսավ մի տեսարան, որը ջերմացրեց նրա սիրտը։ Ռուբենը հյուրասենյակի գորգի վրա էր, խաղալիս Միքայելի մանուշակի հետ։ Երեխաները, որոնք այժմ 1 տարեկան 2 ամսական էին, սողում էին ծիծաղում, մինչ հայրը դեմքեր էր ծամածռում, զվարճալի ձայներ հանում։ Տունը մի փոքր անկարգ էր, խաղալիքներով բարձերով տեղից դուրս, բայց դա ուրախ անկարգություն էր, ապրվող կյանքի անկարգություն, ոչ թե պահպանվող արտաքինի։ Տատիկը եկավ։ Բղավեց Ռուբենը, երբ տեսավ մորը։ Մանուշակ, տես, ով է վերադարձել։ Փոքրիկ մանուշակը գլուխը շրջեց ժպտաց, տեսնելով տատիկին, ձեռքերը մեկնելով։ Տիկին Հեղինեն նրան գրկեց, զգալով երեխայի հաճելի ծանրությունը, բայց այս անգամ առանց ցավի, առանց պարտավորության, պարզապես մաքուր սիրով։ Ինչպես անցավ օրը։ Հարցրեց Ռուբենը։ Կատարյալ էր։ Բացարձակապես կատարյալ։ Այդ գիշեր, երբ երեխաներին քնեցրին, Ռուբենը տիկին Հեղինեն նստեցին տան պատշգամբում, թեյ խմելով աստղերին նայելով։ Նրանց միջ խաղաղություն կար, որը տարիներ շարունակ չէր եղել, վերականգնված կապ, ավելի ուժեղ, փոթորիկը վերապրելու շնորհիվ։ Մամ, ես մտածում էի, սկսեց Ռուբենը, թե ինչպես էի քեզ գրեթե կորցրել։ Ոչ ֆիզիկապես, այլ կորցրել էի, թե ով էիր դու։ Եվ ես հասկացա, որ դա շատերի հետ է պատահում։ Մարդիկ կորչում են լռության մեջ, տառապելով առանց խոսելու, դիմանալով չարաշահումներին, որովհետև վախենում են կամ կարծում են, որ դա իրենց պարտքն է։ Ճիշտ է։ Եվ երբեմն նրանք, ովքեր պետք է պաշտպանեն, նրանք են, ովքեր չեն կարողանում տեսնել, թե ինչ է կատարվում։ Կամ չեն ուզում տեսնել, տխրությամբ խոստովանեց Ռուբենը։ Ես շատ եմ մտածել այդ մասին։ Այն մասին, թե որքան հեշտ էր ինձ համար հավատալ Ֆերնանդայի ստերին, ընդունել նրա իրականության տարբերակը, որովհետև դա ավելի հարմար էր, քան հարցաքննելը, քան իրականում նայելը։ Դու զբաղված էիր, որդիս։ Եվ նա շատ լավ էր մանիպուլյացիայի ենթարկում։ Բայց դա արդարացում չէր։ Ընտանիքը միշտ պետք է առաջնահերթություն լինի։ Եվ ես դրանում ձախողեցի։ Բայց դու ուղղեցիր։ Երբ տեսար ճշմարտությունը, դու գործեցիր։ Դա շատ է նշանակում։ Ռուբենը վերցրեց մոր ձեռքը քնքշորեն սեղմեց։ Ես խոստանում եմ, որ դա կսովորեցնեմ իմ երեխաներին։ Ես կսովորեցնեմ, որ հարգանքը կամ ընտիր չէ, որ ընտանիքը վերահսկողության կամ արտաքինի մասին չէ, այլ անկեղծ սիրո փոխադարձ հոգատարության։ Դու հիանալի հայր կլի։ Նես։ Դու արդեն ես։ Հաջորդ շաբաթները ավելի դրական փոփոխություններ բերեցին։ Ռուբենը գրանցվեց տարեց ծնողների երեխաների աջակցության խմբում, որտեղ նա սովորեց այն չարաշահման նշանների մասին, որոնք նա բաց էր թողել, թե ինչպես ստեղծել իսկապես հյուրընկալ միջավայր մոր համար։ Տիկին Հեղինեն իր հերթին սկսեց ֆիզիոթերապիա անել, մասնակցել տեղական եկեղեցու գործունեությանը, վերակառուցելով իր սոցիալական ցանցը ինքնագնահատականը։ Երեխաների խնամակալության հարցը վերջնականապես լուծվեց։ Ֆերնանդան պահպանեց իր 2 շաբաթը մեկ վերահսկվող այցելությունները, բայց կարծես կորցրել էր հետաքրքրությունը երեխաների նկատմամբ, երբ հասկացավ, որ այլևս չի կարող նրանց օգտագործել որպես վերահսկողության գործիքներ։ Նա տեղափոխվել էր Գյումրի, որտեղ նոր կյանք էր սկսել, հեռու Երանի հիշողություններից։ Մի կեսօր, երբ տիկին Հեղինեն այգում խաղում էր երկվորյակների հետ, նա նկատեց, որ Միքայելը փորձում է իր առաջին քայլերն անել միայնակ։ Նա կանչեց Ռուբենին, ով վազելով եկավ բջջային հեռախոսով, պահը նկարահանելու համար։ Միասին, տատիկն ու հայրը հիացմունքով դիտեցին, թե ինչպես էր տղան 3 անկայուն քայլ անում, նախքան նստելը խոտի վրա, ծիծաղելով իր սեփական արկածից։ Նա քայլեց։ Մեր Միքայելը քայլեց։ Բացականչեց Ռուբենը, որդուն գրկելով նրա հետ պտտվելով։ Տիկին Հեղինեն դիտեց տեսարանը լի սրտով։ Այնտեղ էր նրա որդին, ներկա, ուշադիր, նշելով իր երեխաների կյանքի կարևոր իրադարձությունները։ Այնտեղ էր այն ընտանիքը, որի մասին նա միշտ երազել էր, կառուցված ոչ թե կեղծ կատարելության, այլ ճշմարիտ սիրո անկեղծ ներկայության վրա։ Այդ գիշեր, քնելուց առաջ, տիկին Հեղինեն գրեց իր օրագրում մի բան, որը նա սկսել էր անել հոգեբան խորհրդատուի առաջարկությամբ, ով այժմ նրան ուղեկցում էր։ Նա գրեց երախտագիտության մասին, նոր սկիզբների մասին, այն մասին, թե ինչպես կարող է կյանքը զարմացնել, նույնիսկ երբ ամեն ինչ կորած է թվում։ Նա գրեց ճշմարտությունը խոսելու կարողության մասին, սիրո կամ ընտանեկան պարտքի անունից չարաշահումները չընդունելու մասին։
Եվ նա գրեց հաստատակամ հստակ գրվածքով մի բան, որն ամփոփում էր իր ճանապարհը։ Այսօր ես հասկացա, որ իմ արժեքը ոչ թե նրանում է, թե ինչ եմ անում ուրիշների համար, այլ նրանում, թե ով եմ ես։ Ես Հեղինեն եմ, ես մայր եմ, ես տատ եմ, ես կին եմ։ Եվ դա ավելին է, քան բավարար։ Ամիսները վերածվեցին տարիների, չարաշահման շրջանից թողած վերքը աստիճանաբար բուժվեց։ Տիկին Հեղինեն երբեք չմոռացավ այն, ինչ անցավ, բայց սովորեց թույլ չտալ, որ դա սահմանի, թե ով էր ինքը։ Ռուբենը դարձավ այն ներկա որդին, որին նա միշտ արժանի էր, երկվորյակները մեծացան ճշմարիտ հարգանքի սիրո միջավայրում։ Արաբկիրի առանձնատունը դադարեց լինել կեղծ կատարելության ցուցասրահ, վերածվեց իսկական տան, ծիծաղով, անկարգությամբ, սիրով ներկայությամբ։ Եվ տիկին Հեղինեն, կինը, ով գրեթե կորել էր լռության մեջ, նորից գտավ իր ձայնը, օգտագործեց իր պատմությունը, օգնելու այլ մարդկանց նմանատիպ իրավիճակներում, դառնալով կամավոր ծերերի, ընտանեկան բռնության զոհերի համար նախատեսված ապաստարանում։ Կյանքը նրան երկրորդ հնարավորություն էր տվել, նա վճռական էր այն լիովին օգտագործել, ապացուցելով, որ երբեք ուշ չէ նորից սկսելու, ինքն իրեն վերագտնելու, երջանկությունը լուռ տառապանքի փոխարեն ընտրելու համար։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ տիկին Հեղինեի Ռուբենի պատմությունը խորապես տիպել է ձեր սրտերին։ Այս պատմությունը հիշեցնում է մեզ, որ լռությունը կարող է թաքցնել անհսկայելի ցավեր, որ երբեմն նրանք, ում մենք ամենաշատն ենք սիրում, նրանք են, ովքեր ամենաշատն են կարիք ունենում մեր ուշադրության պաշտպանության։ Եթե այս պատմությունը արձագանքեց ձեզ, եթե ճանաչում եք մեկին, ով նմանատիպ իրավիճակում է, կամ եթե պարզապես գնահատեցիք այս հուզական ճանապարհորդությունը, հրավիրում ենք ձեզ բաժանորդագրվել մեր ալիքին։ Յուրաքանչյուր բաժանորդագրություն օգնում է մեզ շարունակել բերել կարևոր պատմություններ, որոնք ստիպում են մտածել, որոնք փոխակերպում են։ Թողեք ձեր լայքը տեսանյութին, որպեսզի ավելի շատ մարդիկ կարողանան ծանոթանալ Հեղինեի պատմությանը, սովորել նրանից։ Մենք պատրաստել ենք հատուկ երկացանք ընտանիքի նոր սկիզբների հաղթահարման մասին հավասարապես գրավիչ պատմություններով։ Դուք կարող եք գտնել այն, սեղմելով այստեղ կողքին։ Ամեն օր մենք երում ենք եզակի պատմություններ, որոնք ուսումնասիրում են մարդկային հարաբերությունների բարդությունը, որոնք նշում են նորից սկսելու քաջությունը, որոնք պատվում են նրանց, ովքեր ուժ են գտնում իրենց կյանքը փոխելու համար։ Մեկնաբանություններում պատմեք մեզ, թե պատմության որ մասը ձեզ ամենաշատն է հուզել։ Դուք երբեք ականատես եղել եք ընտանիքներում լուռ բռնության իրավիճակների։ Ինչպես կարող ենք մենք, որպես հասարակություն, ավելի ուշադիր լինել նշաններին։ Ձեր կարծիքը, փորձը կարող են օգնել այլ մարդկանց, ովքեր մեզ դիտում են։ Բաց մի թողեք մեր հաջորդ բովանդակությունը, լի զգացմունքներով, կարևոր մտորումներով։ Մենք այստեղ ենք ամեն օր, պատմություններով, որոնք փոփոխություն են բերում։ Մինչ հաջորդ անգամ, հիշեք. ընտանիքը սիրո, հարգանքի իսկական ներկայության մասին է։ Ջերմ գրկախառնություն բոլորին։